ով եմ ես եւ ում եմ հավատում։ Ինչին եմ հավատում այս կյանքում։ Ով ենք մենք եւ ում ենք հավատում ու ինչին ենք հավատում այս կյանքում։ Ես ուզում եմ ձեզ դիմել հետեւյալ կոչով։ Եկեք սերը համարենք մեր կյանքի հիմքը եւ հավատացնում եմ ձեզ ոչ մի անլուծելի խնդիր մեր առջև չի լինի։ Սերը դարձնենք։ Այնպիսի սիրով սիրենք մեր հայրենիքը, որ այդ սիրուց վախենա թշնամին։ Ահա իմ հավատքը եւ վստահ կարող եմ ասել, ահա նաեւ մեր հավատքը, որովհետեւ այստեղ հավաքվել ենք հարազատներով։ Սա սրբազան դահլիճ է։ Ու ես դուրս գալով իմ մարմնի միջից մոտենում եմ ձեզ, գրկում եմ բոլորի, ու ասում եմ շնորհակալ եմ, որ այս դժվար պահին, սա կռիվ է, դուք տեսնում եք, մենք պայքարում ենք։ Այս կռվի պահին ես մենակ չեմ, իմ հարազատները ինձ հետ են։ Շնորհակալ եմ դրա համար։ Շնորհակալ եմ։ Եվ բնականաբար պետք է գնահատենք, պիտի գնահատենք, անպայման պիտի գնահատենք մեր գրականության մեջ այն դեմքերին, ովքեր այդ ոչին են բերում մեզ։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնել Սփյուռքահայ բանաստեղծ Աիդա Ռիտա Ավագյանին, շատերդ իրեն ճանաչում եք։ Ինքը բացառիկ կարևոր գործ է կատարում Սփյուռքում, Սփյուռքի Համբուրգի Սփյուռք թերթի հիմնադիրն է, եւ այդ թերթը բացառիկ լայն տարածում ստացավ ու ազգային արժեքներ է պրոպագանդում Սփյուռքում։ Շնորհակալություն Տիկին Աիդա ջան, իմ լավ բարեկամ, այն գործունեության համար, ազգային գործունեության համար, որ դուք կատարում եք։ Եվ ես ուզում եմ ձեզ ներկայացնել նրա լավագույն գործերից մեկը, Տղերքը 18 տարեկան, ուշադիր լսեք, արդի հայ պոեզիա, սիրեք բարձունքները, ահա արդի գրականության սքանչելի գագաթներից մեկը։ Զենքերի խելահեղ շաչյունով երկիր է ներխուժել թշնամին, ուզում է երկիրը արյունով ներկել ու գլխատել հային, հնձում է սերուսքը սերնդի, խմում է արյունը ջահել ու ոչ ոք խելահեղ մոլուսի թափը չի փորձում սանձել, կաշարված նավթով ու ոսկով ծախված հոգիները սև կանգնել են այսօր անվրդով նորորյա եղեռնի առջև, ծախված է ամեն ինչ կյանքում ու շահն է շահում միայն, ինչու եք այդպես լռում, ինչու չի խոսում Եվրոպան, ինչու են երերում Ռուսիան, չի ուզում իր կտրուկ խոսքն ասել, օտարվում են եղբայր, հարևան, երբ մահն էր մեր դուռը չոքել, կռվում են ամեհի մարտում, անընկեր, առանց բարեկամ, սահմանը ամուր են պահում, տղերքը 18 տարեկան, ուզում են հաղթել թշնամուն, հավատով, հույսով անվարան, կռվում են կամքով անկոտրում, տղերքը 18 տարեկան, արյուն է կաթում վարտերին, ցողի փոխարեն վաղորդյան, ախ մայրը դեղ դներ վերջին, տղերքը 18 տարեկան, կռվում են ընդդեմ թշնամուն, կրակված հավատով անսահման, փայփայած սեր ունեն թաքուն, տղերքը 18 տարեկան, կարոտ ու երազ հոգու մեջ, նետվում են մահվան ընթառաջ, դառնում են պատմության նոր էջ, տղերքը 18 տարեկան, կրակ է, մահ է ամեն օր ռումբ է ու ական, պատմություն են կռվում փառավոր, տղերքը 18 տարեկան։ Շնորհակալություն Տիկին Աիդային, սիրելի Աիդա Ռիտա, մենք ձեզ շատ սիրում ենք ու շնորհակալություն այն լավ գործերի համար, որ դուք ստեղծել եք մեր գրականության համար։